Ողջույն սիրելի փոքրիկներ։ Բարև ձեզ մեր շատ սիրելի երեխաներ։ Եքեթի սենյակից ձեզ են ողջունում Արևիկը և Լիլիթը։ Եքեթի սենյակում տոնական տրամադրություն է տիրում։ Չէ՞ Արևիկ։ Այո։ Այո սիրելի փոքրիկներ, նոր տարում մնացին հաշված օրեր։ Ես վստահ եմ, որ դուք այսպես շատ եռուզեռի մեջ եք ձեր մայրիկների հետ, գնումներ եք կատարում, տոնածառն եք զարդարում եւ իհարկե անհամբեր սպասում եք ձմեռ պապիկի նվերներին, բայց դրա համար պետք է խփեք զանգերը դեկտեմբերի 31-ին ժամը 12-ին։ Լավ, մինչ կգա նոր տարի, մենք ասենք, որ Եքեթի սենյակում ունենք Հյուր, այսօրվան հյուրն է Հայկը, ողջույն Հայկ։ Ինչպես ես։ Լավ։ Հայկ, կարող ես ինձ փոքր պատմել քո մասին։ Այո։ Ես Հայկ Գալստյանն եմ, 9 տարեկան շրջանցարան, ունեմ տարբեր նախաձեռնություններ, որոնցից արվեստը, սպորտը, Հայկ, ես դու քույրս կան եղբայրն ես։ քույրսը։ Այո, Հայկը իմ եղբայրն է, իմ հարազատ եղբայրն է։ Հայկ, կարող ես փոքրիկներին պատմել քո երաժշտական կրթության մասին։ Ես ասեմ 3 տարի արտադրում երաժշտական դպրոց, նոր եմ ընդունվել Հաջողվում։ բայց նաև հաջողում եմ սոլֆեջոյի 3 տարի, և դասարանում նաև երգի 3 տարի։ Մի օր գնացել եմ քամանչայի։ Հայկ, իսկ նոր տարում առաջ դուր փոքրություն չես ուզում։ Ես ուզում եմ սամակատ, ինքնագնդուր։ Գնդում ինչ որ նշանակում Սամակատ։ Հետո ունիմ հեռով։ Ունիմ հեծանիվ։ Հեծանիվ ես ուզում աղանել։ Հայկ, մենք իմացանք, թե դու ինչ ես ուզել ձմեռ պապուծ, բայց մինչ այդ դու ասացիր, որ մի քանի երաժշտական խմբակների ես հաճախում, գնում ես կլարնետի, երգի, Սոլֆեջոյի։ դե հա սոլֆեջո, բայց ինչ որ ասացիր, որ մի օր էլ գնացել ես քամանչայի։ Ուրեմն այդ ժամանակ 6 7 ինչ։ Ուրեմն այդ ժամանակ ես չէի հասկանում։ Ինչ չէիր հասկանում։ Չէի հասկանում, ինչի ես դուրս եկա։ Մի օր քայլելուց, դեռ մամային ասացի, մամ ուզում եմ հելնեմ։ Այդ իմ առաջին օրն էր, որ ես գնացի։ Քեզ դուր չեկավ քամանչան։ Դուր եկա ուղղակի, չէի մտածում ինչի անում։ Չէի մտածում, իսկ այլ գործիք էլ կա, որ փորձել ես, ասենք մեկ օր էլ գնացել ես դհոլի, չէ՞։ Հուսանք, որ 2 տարի էլ ֆուտբոլ եմ գնացել։ Կեցես, իսկ ինչու հետո չես գնացել։ Ժամանակ չկար, հա, ես հավատում եմ, որովհետև արդեն 2 խմբակ կա։ Հայկ, հուսամ, որ կլարնետը եւ վոկալը կշարունակես եւ մենք կունենանք մեծ արվեստագետ հետագայում։ Հայկ, լավ, իսկ հեքիաթները քո կյանքում ինչ դեր են խաղում, նմանացնում ես հեքիաթները մեր կյանքին։ Ավելի շատ առակները։ Առակները, այո, ես շատ եմ սիրում առակները եւ բազմիցս նշել եմ, շատ մեծ խրատում են, չէ՞, առակները իրենց մեջ։ Մեկ էլ էպոսները։ Էպոսները կեցես։ Առասպելը։ Հայկ, իսկ քո սիրած էպոսը դե մեր բոլորի սիրած էպոսը։ Ասացի Դավիթը։ Այո, սիրում հավանում ես, իսկ ներկայացումը դիտել ես, ասում։ Այ ես խորհուրդ կտամ քեզ, որպեսզի դու գնաս անպայման դիտես այդ ներկայացումը Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում, ես այնտեղ եմ դիտել հրաշալի ներկայացում Արմեն Քուշքյանի մասնակցությամբ, ու մեծ բավականություն կստանաս, ավելի լավ կհասկանաս էպոսը։ Ինձ ավելի շատ դու եկել Հայկ եւ Պել առասպելը։ Դե դա է, երկուսն էլ մեր մասին է։ Կապ է։ Բեմադրություն, Հա։ չգիտեմ, բեմադրություն չգիտեմ, բայց կարծում եմ, որ առաջարկես դերասանները անպայման կզբաղվեն այդ Ես հարցով։ կարող եմ Հայկին հարց տալ, չնայած որ գիտեմ այդ հարցի պատասխանը, ուղղակի ցանկանում եմ, որ դու էլ իմանաս եւ փոքրիկները նույնպես։ Հայկ, իսկ դու նկարահանման փորձ ունես։ Իսկ ինչ փորձ է, ասես։ Գլխավոր դերի փորձ գեղարվեստական կարճամետրաժ կինոյի։
ապրես, հետո Այսպես մրցակցություն է Այո։ գնում այստեղ տեսնում ենք եւ ընտանիքում եւ նույնիսկ դրսում մրցակցություն է գնում արևիկ լավ ոչինչ կարծում եմ տղամարդու եւ կնոջ դերերը տարբեր են չարժե որպեսզի դուք մրցակցեք չէ՞ որ չես խաղալու այն դերերը որոնք հայկին են տրվում եւ հակառակը լավ ինչևից է անցնենք մեր Փոքր աղբոր դերը չէ խաղալու։ անցնում ենք մեր հեքիաթին սիրելի փոքրիկներ եւ այսօր ներկայացնելու ենք թե ինչպես գալին սապոկ հագցրեց ինչ կսկսենք մեր ընթերցանությունը հիշեցնենք, որ այս ընթացքում մեզ հետ է լինելու Դանիելյան Արստուդիոսյան Անահիտը, ով կպատկերի իր նկարած հերոսին կամ հերոսներին։ ահա սկսեցինք Թե ինչպես շունը գայլին սապոկ հագցրեց։ Մի տամբակում մեծ շուն կար։ Մի առավոտ գայլը մոտեցավ շանը եւ ասաց. Ես քեզ կուտեմ։ Շունը խնդրեց. Սիրելի գայլ, մի կեր ինձ։ Ես քեզ համար սապոկ կսարքեմ։ Դե սարքիր։ Լավ, միայն թե իմացիր, որ սապոկներով շաղի կամ ջրի միջով չպիտի քայլես։ Քիչ երվում ցեխի մի թանձր կույտ կա։ Շունը գայլին պատվիրեց մտնել ցեխի մեջ եւ ոտքերով լավ տպտպել։ Գայլն այդպես էլ արեց, երբ դուրս եկավ, ոտքերը մինչև ծնկները ծածկվել էին սև ցեխով։ Ահա եւ քեզ սապոկներ, ասաց շունը։ Թե չես հավատում, նայր իմ տիրոջը, նա էլ է սապոկները հագնում։ Միայն լավ մի տպահիր, ինչ քեզ ասել եմ, շաղի ու ջրի միջով չքայլես։ Քայլեցիր, ջուրը կտանի սապոկներդ։ Իսկ ուրիշ սապոկներ ես չունեմ։ Գայլը լսեց շանը։ Պարկեց եւ տեղից չէր շարժվում։ Այդպես անցավ 1 օր, 2 օր, 3-րդ օրն արդեն այնպես սոված էր, որ փորը 6 էր անում։ Չդիմացավ, վեր կացավ, գնաց ուտելիք ման գալու։ Արվի մինչով անցավ, նայեց ոտքերին, տեսավ սապոկները չկան, ջուրը տորել է, զայրացավ եւ վազեց շան մոտ։ Դու այդ ինչ սապոկներ ես սարքել ինձ համար, որ ջուրը տարավ։ Դե հիմա ես քեզ կուտեմ։ Ես քեզ չասացի, թե ջրի միջով չանցնես։ Ջուրն է քո սապոկները քշել տարել։ Ուրիշ սապոկ էլ չունեմ, որ քեզ տամ։ Սպանես էլ չունեմ։ Թե ուզում ես, արի գնանք դատի։ Գնանք համաձայնեց գայլը։ Ճանապարհին գայլը իրեն օգնելու կանչեց արջին ու վարազին, իսկ շունը կատվին ու ակլորին։ Այդպես գնացին։ Արջևից գայլը, հետո արջն ու վարազը, իսկ նրանցի հետևից շունն իր օգնականներով։ Գայլը արջի ականջին շշնջաց. «Մրթմրթան, դու բարձացիր եղևնու վրա»։ Իսկ վարազին թե «Խաշամի մեջ մտիր, լավ ծածկվիր, որ չերևաս։ Քիչ հետո շան հետ ինքներս դատ կանենք։ Հենց որ շունը գա, ես նրան կբռնեմ։ Դուք տեղները ցույց մնացեք։ Եթե չկարողացա հաղթել, այդ ժամանակ ինձ օգնության հասեք։ Երեքով նրա հախից կգանք։ Շունը գալիս էր եւ չգիտեր թե գայլն իր դեմ ինչ դավեր է նյութել։ Նրա ետևից վազում էր ակլորը, ակլորի ետևից կատուն։ Ակլորը ձայնը գլուխն էր գցել։ Կոտ կոտ կոտ։ Եղևնում նստած արջը կարծես թե շունն ու կատուն որոշել են գայլին կոտր գցել, իսկ ակլորն էլ հավանություն է տալիս։ Կատուն գնաց եւ պոչը վեր տնկեց։ Արջը վախեցավ եւ գայլին ասաց. «Էհեյ, գիտես որ բաններս բուրդ է։ Տեսնում ես ոնց են նիզակը տնկել։ Կա չկա, մեզ ցիցն են հանելու»։ Այդ միջոցին վարազը խաշամի տակ պոչը շարժեց։ Կատուն տեսավ եւ կարծելով թե մուկ է, ցատկեց, որ բռնի խաշամի միջից վարազի տնկված պոչը։ Վարազը ճղրտաց եւ դուրս թռավ խաշամի միջից։ Իսկ կատուն վախից մագլցեց հենց այն եղևին, որի վրա պիտ նստել էր արջը։ Սա կարծելով թե կատուն արդեն վարազի վերջը տվել է, հիմա էլ իր ետևից է գալիս, բարձրացավ եղևնու կատարը։ Կատուն էլ նրա ետևից։ Արջն արդեն բարձրանալու տեղ չուներ, կարչեց եղևնու կատարի բարակ ճյուղերից եւ թրմփաց գետնին ու պուկ փախավ անտառ։ Վարազն էլ լեգաճակ ինչ որտեղ ծլկեց։ Իսկ գայլն ասեց ոչինչ չէր տեսնում ու լսում։ Տեղը նստած սպասում էր։ Մեկ էլ գրմռաց ու վրա պրծավ շանը։ Բայց քանի որ 3 օր ոչինչ չէր կերել, ագին թուլացել էր, իսկ շունը մեծ էր եւ ուժեղ։ Կպավ գայլին, բուրդը քամուն տվեց։ Գայլը հասկացավ, որ շան հագից չի կարող գալ եւ կանչեց իր օգնականներին, սակայն ոչ ոք չեկավ։ Եվ շունը գայլին գետնեց։ Ահա քեզ թուղթը, ասաց շունը։ Գրիր, որ ես քեզ ոչինչ պարտք չեմ։ Ինչ աներ գայլը, ճարահատյալ հնազանդվեց։ Շունը թուղթը թաքցրել էր տանիքում, բայց այնտեղ շատ մկներ էին ապրում։ Գտան թուղթը եւ կերան։ Շունը վրա պրծավ կատվին, թե ինչու մկներին չես քշել։
Կատուն ընկավ մկների հետևից, նրանց սևը տվեց։ Այդ ժամանակից էլ գայլը միշտ չարացած է շանը, շունը կատվին, կատուն էլ մկների վրա։ Հայկ, հեքիաթից ինչ որ բան հասկացար Հա, եւ որ ինչքան էլ ինչ-որ մեկը փորձի մեկին ինչ-որ վնաս հասցնել, բայց եթե նրան օգնել են, բայց ինչ-որ այդ օգնածը չփորձի։ լավ կարևորը դու քո մեջ հասկացել ես, Հայկ, պարտադիր չի որ մեկնաբան ես ինչպես ժուրնալիստ։ Հայկ, իսկ որ հեքիաթին նմանացրեցինք մենք այստեղ կերպարներ որոշ։ Շանը կատվին։ Այո, շուն ու կատուն, բալադին եւ հիշում ես Արևիկ, մենք Պարուշ Սևակի առակներից ենք ընթերցել շունն ու գայլը թեմայով, թե ինչպես շները գրավեցին։ Կատուն ու մուկը։ Այո, մուկ ու կատու, շունն ու գայլ, մշտական պայքարը նրանց մեջ, թե ինչպես շները եկան, գայլերի տեղը գրավեցին, տակուկ տան մեջ, հիշում ես, ես շատ լավ եմ հիշում։ Սիրելի փոքրիկներ, կարծում եմ շատ գեղեցիկ եւ հետաքրքիր հեքիաթ էր։ Իսկ հիմա Տեսնենք, թե որ հերոսին է պատկերել Անահիտը։ Հայկ, ուզում եմ հրաժեշտից առաջ քեզ հանձնենք քո նվերը։ Շնորհակալություն։ Արևիկ, կարծում եմ տանը չեք վիճի նվերների համար։ Պանացիա ընկերության շնորհակալություն ենք հայտնում, նա 2025-ին հեքիաթի սենյակի հետ է եւ այժմ էլ չի մոռացել փոքրիկներին եւ նվերներ է ուղարկել, ինչպես նաեւ Անահիտի համար ունենք նվեր։ Եկեք բոլորս միասին ցտեսություն մաղթենք երեխաներին եւ շնորհավորենք Ամանորը։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։